Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի։ Շուրջ 4 ժամ քննելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրեց դատախազության միջնորդությունը, որով պահանջում էին Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրացուցակը գլխավորող Կարապետյանին զրկել ազատությունից։ Ամենահավանական կանխատեսումը նա է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց եւ ավելի նվազ խափաման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորությունները ունեն։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասում է, կալանքի միջնորդությունը վերադարձնելը տվյալ դեպքում համարժեք է մերժման։ Պատգամավորի կարգավիճակ ունի Նարեկ Կարապետյանը, այսինքն առավել քան պարզ է։ Միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու դատախազության միջնորդությանը։ Անձեռմխելիությունը բաղկացած է երկու առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք չհարուցելու եւ չազատազրկվելու։ Մեղադրանք հարուցելու, ներկայացնելու համաձայնությունը ստացել են։ 9-րդ գումարման պատգամավորները գրանցվեցին եւ մանդատներ ստացան 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան արձանագրությամբ։ Նարեկ Կարապետյանը եւս մանդատ է ստացել։ Արամ Վարդևանյանը պնդում է, պատգամավորի վկայական ստացած անձին չեն կարող կալանավորել։ Նա այս պնդումն անում է հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերեց, չես կարող ազատազրկել, ով ուզում ես կամ ինչ ցանկություն ուզում ես ունեցողը եղիր։ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պատգամավորի թեկնածուն եւ պատգամավորն ունեն տարբեր իրավական կարգավիճակներ։ Եթե անձը ընտրվում է եւ ստանձնում պատգամավորի մանդատ, նրա նկատմամբ սկսում են գործել սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության կանոնները։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ազգային ժողովի համաձայնությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մինչդեռ 3 այլ կերպ էր մեկնաբանում։ Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն ընտրված պատգամավորի, բայց լիազորությունները չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդում հարուցումը, ազատություն զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եւ այդ որոշումները պիտի ընդունվեն 2/3-ով։ Եթե այդպես էր, ինչու ԿԸՀ-ն վերադարձրեց դատախազության միջնորդությունը Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ։ 3 հակառակը պնդող Վահագն Հովակիմյանից այսօր հնարավոր չեղավ ստանալ այս հարցի պատասխանը։ Նիստը, որին Նարեկ Կարապետյանը չէր մասնակցում, դռնփակ էր։ Օգոստոսի 2-ին խորհրդարանի անդրանիկ նիստն է։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը մասնակցելու է դրան։ Հնարավոր է դատախազն այդ հարցով գնա ազգային ժողով։ Հնարավորություն կա, բայց դա, գիտեք, ամեն մի անգամ մենք զարմանում ենք, որ ասում ենք ինչ-որ մի նոր ողջամիտ սահմաններից դուրս մի բան տեղի ունեցավ եւ այլն, բայց այդ մի հնարավորությունը բացառում է մեծ դեպքում։ Ուշագրավն այն է, որ դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն այն սկսեց քննել միայն 3 պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Այն շրջանում, երբ դեռևս Սահմանադրական դատարանը վերջնական որոշում չէր կայացրել ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, դատախազությունը դիմել էր ԿԸՀ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն ծանրաբեռնվածության պատճառով ԿԸՀ-ն չէր քննել դիմումը, իսկ հուլիսի 8-ի նիստում որոշել էր այն վերադարձնել, պատճառաբանելով, որ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ, ուստի իրենք իրավասու չեն քննելու նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ինչու այս անգամ հանձնաժողովը որոշեց քննել նույն միջնորդությունը, 3 հարցրինք Վահագն Հովակիմյանին։ Ինքը որպես թեկնածու իր իրավունքները պարտականությունը դադարել են եւ մենք վերադարձրել ենք միջնորդությունը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցակի առաջին ամանը դատախազությունը հենց գնահատելով, որ իրենք որ Սահմանադրական դատարանի որոշման, այսպես ասած, լույսի ներքո իրենք պիտի պարտադիր ստանան կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, իրենք նորից արդեն այսպես լրամշակված միջնորդություն կրկին ներկայացրել են եւ այսօր մենք նոր այդ միջնորդությանը կանդրադառնանք։ Թե ինչ քրեական վարույթով է դատախազությունը դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն բացահայտում։ Իրավապահ կառույցը դա համարում է նախաքննական գաղտնիք։ Արամ Վարդևանյանը մինչդեռ 3 որոշ փակագծեր էր բացել։ Հաստատի վերաբերում է մեր գործընկերներից Ալիկին Ալեքսանյան վերագրվող մեղադրանքին, ըստ էության սա է։
դրա շրջանակներին է վերաբերում։ Այլ հանգամանքների այս պահին չբացահայտենք, ելնելով զուտ, որ դռնփակության կարգով էր քննվում, բայց դեպքը կամ երևույթը վերաբերում է դրան։ Իսկ ուժեղ Հայաստանի աջակից Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Օրվա վերջում դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Արդյոք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով կգնա ազգային ժողով։ Պարզ կդառնա մի քանի օրից, երբ տեղի կունենա խորհրդարանի անդրանիկ նիստը եւ պատգամավորները կստանձնեն լիազորությունները։